Ինչպես աշխարհի բոլոր նշանավոր քաղաքները, այնպես էլ Լեռնակերտը ունի իր կենսագրությունը։ Այստեղ հարգարժան Սիմոն Սարխոշյանցը, նա ինքը վարժապետ Սիմոնը, կարող է ինձ հակաճառել, որ Լեռնակերտը ոչ մի ծննդյան վկայական չունի, հետևաբար չի կարող նշանավոր քաղաք կոչվել։ Սակայն Լեռնակերտն ինչու նշանավոր չկոչվի, երբ նա աշխարհին տվել է Սիմոն Սարխոշյանցի նման խոշոր գլուխ։ Ինչ անենք, թե այդ խոշոր գլուխը ծնվել է ինչ-որ գյուղում, բայց չէ որ նա իր գործունեությունը ծավալել է հենց Լեռնակերտում։ Եթե ճիշտը կուզեք իմանալ, ինքն է եղել մտքի այն հզոր կենտրոնը, որի շուրջն են պտտվել այնպիսի նշանավոր գործիչներ, ինչպիսիք են պարոն Սիլվեստը, Արուստամ Լալախանբեկյանը, Աղամ Բիրղամիչը, խմբապետ Խորենը, Վաղամերիկ ապետնակ Մելիք Տեր Աթաջանբեկ Նազարյանը, Գարադավոյ Անտոնը եւ ինքը Դուքան Սետրակը։ Սրանք այն փայլուն արբանյակներն են, որոնք նույնիսկ իրենց փայլը կորցնելուց հետո շարունակում են պտտվել այդ մտքի կենտրոնի շուրջը եւ սնվել նրա ճառագայթներից։ Հենց այդ Լեռնակերտի ուղիղ կենտրոնում էր ապրում այդ Լեռնակերտի մասին գրող մարդը, Վազգենովյանը, ում աչքի առաջ փոխվեցին Լեռնակերտը, հին սերնդին փոխարինեց նոր սերունդ, փոշոտ ու նեղլիկ փողոցները լայնացան ու ստացան ժամանակակից տեսք։ Մեկ խղճուկ ավտոմոբիլը դարձավ 10-20 հազար, դուքանները դարձան խանութ։ Այն տարիներին Լեռնակերտն ուներ մի կլուբ, 3 խանութ, 2 անտեր ժամ, 2 ֆայտոն, մի լուսանկարչատուն, որ կոչվում էր Նկարեմ տամ, մի ճաշարան, մի շուկա, մի գլխավոր փողոց, մի փոքրիկ դեղատուն, մի բաղնիկ։ Չգիտեմ ինչու ինձ թվում է հենց այդ գույնից ու մտածումից է ծնվում մաքրամաքուր բանաստեղծությունը։ Այդ ամենը տեսած ապրած մարդն է ունակ արարելու միտքը աշխարհի զարգերակին։ Հնարավոր չէ քայլել այդ Լեռնակերտի մեկ փողոցով ու անկեղծ չլինել, այսինքն անկեղծ չպատմել ուստածատուրի, Նալբանդաթունի, Սիմոն Սարխոշյանցի, Գալիփե Գուգուլի եւ Տեր Վասիլի մասին, վերջապես երկրի ու մարդկանց մասին։ Այդպես տառապանքն է, բերկրանքը, տքնանքը։ Եվ ամենևին էլ զարմանալի չէ, որ փոքրիկ Լեռնակերտից Վազգենովյանը հրաշալիորեն տեսնում էր եւ Լոնդոնը, եւ Փարիզը, եւ Միացյալ Նահանգները, այսինքն Լեռնակերտը բարձվում է աշխարհի ուղիղ կենտրոնում է, դրա համար էլ կարծես բանաստեղծություն գրելն է հեշտ, պատմվածք գրելն էլ։ Ղարաբաղ եմ ասում, հոգիս բաց է լինում, Ղարաբաղ եմ տեսնում, սիրտս լաց է լինում, Ղարաբաղ եմ ասում, երկս թև է առնում, Ղարաբաղ եմ տեսնում, սիրտս սև է դառնում, Ղարաբաղ եմ ասում, երազներ եմ հինում, Ղարաբաղ եմ տեսնում, քեվաթափ եմ լինում, Ղարաբաղ եմ ասում, հավքս զակ է տալիս, Ղարաբաղ եմ տեսնում, պատս ճակ է տալիս, Ղարաբաղ եմ ասում, սիրտս պար է ընկնում, Ղարաբաղ եմ տեսնում, գլխիս քար է ընկնում, Ղարաբաղ եմ ասում, տրախտին եմ ասել, Ղարաբաղ եմ տեսնում, ախ, ձեր իշն ասեմ։ Ահա գյուղը, որտեղ ծնվել է բանաստեղծը։ Այստեղ են մանկության հեքիաթներն ու ամենազվարթ գույները, մեծ հայրենականի առեղծվածն ու ողբերգությունը։ Երևի հենց այստեղից նա առաջին անգամ տեսավ Լեռնակերտը, այստեղ ծնվեց բանաստեղծական առաջին տողը, առաջին սերը։ Մարդն այստեղ հասկացավ, որ բեռ ունի ուսերին եւ անսովոր ճանապարհ։ Գրում էր օրվա բոլոր ժամերին, առավել հաճախ երեկոները մինչև կեսգիշեր, երբ բացում էի նրա աշխատասենյակի դուռը, ծխախոտածխից մառախուղված սենյակում հազիվ է նշմարում գրասեղանի ետևում նստած հորս, որ այդ պահերի ինձ պատկերանում էր որպես ամպերի մեջ նստած Աստված, գրում է բանաստեղծի որդին Վարդ Եսովյանը։ Կանոս դուրը դուք եք, կյանքիս նորը դուք եք, սրտիս ուրը դուք եք, վաղվաղորս դուք եք, ով դուրս բացի բարևողը դուք եք, և բարևս ասնյարևողը դուք եք, կետ ծարավեմ նորեն, ջուր տվողը դուք եք, հարմատներս խորեն, շուղ տվողը դուք եք, և ձեր ծարրեմ կանայս տայքներս դուք եք, և ամենից առաջ տայքներս դուք եք, տունից ձեզ նոր տուն է, իմ գավաթը դուք եք, ուրիշ հավատ չունեմ, իմ հավատը դուք եք, ես գետ եմ լեռնային, իմ գտակը դուք եք, ուղված աշխարհին իմ կտակը դուք եք,
Երկիս հույզը դուք եք, սրտիս հույսը դուք եք, Վազգենովյանն ասաց, տանս լույսը դուք եք։ Ես Վազգենովյան գրողին ու մարդուն բավականին լավ գիտեի, բայց կարծես չէի համարձակվում նրան ներկայացնել իմ առաջին բանաստեղծությունը, թեպետ արդեն տպագրվում էի։ Նա ինքնից տեսնելով, այսպես ասած մարզային ռադիոյի շենքում ասաց. «Հայ տղա, չես բարեհաճում բանաստեղծություններ բերել»։ Այո, այդպես էլ ասաց առանց նախաբանի ու ծանոթության, եւ ընդամենը մի քանի օր հետո մարզային ռադիոյով հնչեցին իմ բանաստեղծությունները։ Ես հասկացա, որ Վազգենովյանը իմ բանաստեղծությունները հավանել է։ Դա այն օրերին ինձ համար ավելին էր, քան ամենաբարձր գնահատականը, ավելին էր, քան ոգևորությունը։ Եվ մեր հանդիպումները դարձան ավելի հաճախակի, ավելի ջերմ ու հարուստ։ Իսկ երբ մի օր ինձ համար նա կարդաց իր բանաստեղծությունը, հարցրեց իմ կարծիքը, ես հասկացա, որ նա նման չէ ոչ մեկին, որ նա մի ուրիշ մարդ է, ուրիշ էություն, ինձ համար դեռևս անհասկանալի ու անբացատրելի։ Երբ մահացել է, ես 27 տարեկան էի, սակայն այսօր տարիների հեռվից երբեմն ինձ թվում է չեմ հասցրել մի կարգին ճանաչել հորս, գրում է Վարդգեսովյանը։ Երևի այդպես շատերը չհասցրին կարգին ճանաչել այդ մտավորական մարդուն, ում ամեն երգը տառապանք էր, չարչարանք ու ինքնամոռացում։ Գնամ խառնվեմ մեր գետերին, ու գետերի հետ հորթանամ, ու գետերի հետ խենթանամ, ու գետերի հետ ընթանամ։ Գնամ խառնվեմ լուրջ ծովերին ու ծովերի մեջ զորանամ, ու ծովերի մեջ խորանամ, ու ծովերի մեջ ծովանամ, անտառները գնամ մտնեմ, կաղնիներից ուժ ստանամ, ծփանքներով հարստանամ, կաղնու նման ըմբոստանամ։ Գնամ ելնեմ լեռները մեր, ու լեռների հետ ծերանամ, ու լեռների պես զորանամ, ու լեռների հետ կարծրանամ։ Գնամ, վառվեմ, հալվեմ, լուրջ երկնքում ծիածանվեմ, արտերի հետ ծփամ նորեն, այգիներում պտղավորվեմ։ Այսքան սերը, կարոտն այսքան կրծքիս տակ ոնց տեղավորեմ։ Վազգենովյանը իմ ճանաչած մարդկանցից ամենաբռնկունն էր, ամենաանհամբերն ու անկեղծը։ Կարծես ամեն ինչ նրան հետաքրքրում էր, անտարբեր չէր նույնիսկ ճանապարհին ընկած ամենասովորական քարի հանդեպ, ոչ թե սիրում էր հայրենիքը, այլ հայրենիքի համար պարզապես գժվում էր։ Ես նրան ուրիշ երկրում, ուրիշ քաղաքում, նույնիսկ ուրիշ աշխատասենյակում չէի կարողանում պատկերացնել։ Նա այդպես էլ պիտի ապրեր, ուշադրություն չդարձնելով իր հագու կապին, նյութին ու ձևին։ Պիտի գրեր զարմանալի արագությամբ, սրամտեր, պատժեր, ընդվզեր, այդպես ամեն օր, այդպես մի ամբողջ կյանք։ Անմահությունը պատվանդան է դա, ժամանակների ոգին անբասիր, վրան անունդ գրելուց առաջ մտածիր նաև պահելու մասին, այդ պատվանդանին, թե որ ուզում ես հավերժի փայլի փառքդ լուսահոտ, պիտի լինես կամ Բոս Սերվանտես, կամ Լամանչեցի անմահ Դոն Կիխոտ։ Անկեղծ էր ու հավատավոր, մանկան պես միամիտ, գրում է գրող Մաքսիմ Հովհաննիսյանը, բառն ընկալում էր իր նախնական իմաստով, վարքագծի երկիմաստությունը չէր ընդունում, չէր ընկալում, նրան կարելի էր հեշտ մոլորեցնել։ Նրան ասում էի, ամեն ասացի մի հավատա, բայց ում ես ասում, մարդն այդպիսին էր, անկեղծ ու հավատավոր, եւ այդպիսին էլ մնաց գրականության մեջ։ Վազգենովյանը կարծես ինքն իր մեջ չէր տեղավորվում, բնականաբար շրջապատի համար հաճախ անհասկանալի էր նրա դժգոհությունը, ցավը, պորտկումը։ Նա չէր կարողանում հանգիստ նստել ու գրել, դրան նախորդում էր տառապանքի եւ ընդվզումի մի ամբողջ շրջան։ Հաճախ նույնիսկ թվում էր դա գալիս էր նրա միամտությունից, ռոմանտիկ բնույթից, աշխարհն այլ կերպ տեսնելու ցանկությունից։ Վարժապետ Սիմոնը շիլապան փոխեց կեպիով, չոքնեց։ Մուրուքը խուզեց, բեղերը խուզեց, ասաց, ես բանվոր դասակարգ եմ։ Նալբան դատունը ծուր նայեց նրան ու հարցրեց. Բա որ դու բանվոր դասակարգ ես, մենք ինչ զահուր մարենք։ Սիմոն Սարխոշյանցը լարեց ուղեղը, մտածեց ու տեսավ, որ բան չի ստացվում, բռնեց միջին ասեի ճանապարհը, ասաց. Ես մեծ մասշտաբի մարդ եմ, պիտի մեծ քաղաքներում ապրեմ։ Ժամանակին մեզ ոգևորում էր երկրին նվիրված ցանկացած տող, իսկ Վազգենովյանի պոեզիան ամբողջությամբ նվիրված էր Արցախին։ Ես ուզում եմ առանձնացնել ընդամենը մեկ բանաստեղծություն, որն այսօր էլ կարդում ենք ոգևորությամբ ու զարմանքով։
այս Ղարաբաղն է, հեթանոսուհին։ Նույնի տապանից թռած աղավնին տեղ էր որոնում իջնելու համար եւ տեղն այդ եղավ կատարն այն լեռան, ուր գտիչ վանքը պիտի բարձրանար։ Այս Ղարաբաղն է եւ զգուշ մի քիչ հրաբուխն հանգած կարող է հանկարծ քո ոտքերի տակ բորբոքվել նորից։ Դարերով լռած իր խառնարանից նետել հուրուբոց, հողմահար անել եւ բերդ եւ ամրոց։ Եվ մի քիչ կմած հողն ականջ ունի, ձայները բերում, ձայներ է տանում, մեր պապերն իրենց գերեզմաններից կարող են գոռալ, այդ ինչ ես անում, այս Ղարաբաղն է, մեր պատմիչներից մենք արդեն գիտենք, որ այր մի մաշտոց, վանքում ամարաս դպրոց է բացել, հայ մանկած կրթել լինելիության գրերով անմա, սակայն որտեղից մաշտոցն իմանար, որ այդ գրերով մի հուդայացին պիտի զրպարտեր Մեսրոպ մաշտոցին։ Ով է մաշտոցը, գործիչ մեծանուն, նրա պատկերը ոնց է տեղ գտել սոցիալիստական մեր թանգարանում։ Այս Ղարաբաղն է, անտառն ինչ անի, երբ իր խորքերում հավքերի կողքին կռնչում է բուն, որ ծառերից են ծնվում որդերը, ծառերին ուտում։ Ախր դու ծովին ոնց մեղադրես, երբ շնաձուկ անկուշտ է ունենք, ասա, այս ժառը ինչ մեղավոր է, երբ իր ճեղքի մեջ օծն է բուն դրել։ Այս Ղարաբաղն է, հողը խաղողի ու կենացածի, և զգույշն է իր քլունգի ծայրին, մեկ էլ տեսար հայտնաբերեցիր գին ու կարասը հեթանոս հայի, ում է հարկավոր, որ ապացուցես, ապացուցած է քո նախորդների, երբ պատմությունը խուլ է ինչ որտեղ կույր ու երկերեսանի։ Այս Ղարաբաղն է, և ում ես ուզում դու ապացուցել, որ նախ և առաջ հողն այս Արցախ էր, ինչ որ պատմագետ արխիվներ պեղել և գիտեք ինչ է նա հայտնաբերել, որ Ղարաբաղում հայեր չեն եղել, նրանք օտար են այստեղ ու տնկեց, Սուրբ Մուհամմեդը այս թշվառներին կորստից փրկեց իր սուրբ Ղուրանով, և պատմագետն այդ թուրք պատմիչների կեղտոտ մերանով լուտանքներ մերեց կուճճում իր գոս, հռչակվեց դոկտոր, ակադեմիկոս։ Այս Ղարաբաղն է, որ փոթորկվել է վտանգի պահին, ծարս եղել խրոխտ իր լեռների հետ, զորավարնել է տվել աշխարհին, ինքը մնացել առանց զորապետ, որ իր ոգին միշտ պահել է անբիծ ու խավարի դեմ լույսի դուռ բացել, սակայն չար բախտի բերումով նորից զրկվել է հսկա իր կաղնիներից։ Այս Ղարաբաղն է, ուր քաղցրությունը հակիրճ խաղողի, գինու ոգին է, կարասի շունչը, կարծրությունը ապարաշ քարի, քարտաշն է զգում և նրա մուրճը, լեռը չափվում է ձորի խորությամբ, իսկ խորությունն այդ գետի զորությամբ, բայց երբ ճահիճն է հաճախ հանդգնում չափվել ծովի հետ իր նեխած խորքով, և ինչպես լռես, երբ պղտոր առուն գետ է պղտորում կեղտոտ լուտանքով, այս Ղարաբաղն է, իր փափուկ հողով ու կոշտ բարբարով, մի թևին քիրս է, մի թևին մռով, լեռը մի լեռան թիկունք ու սատար, բայց ձորը ձորից դժգոհ ու խռով, ժայռին ցցված մի հին վանքի կատար, ճակատը նախշած մեսրոպյան գրով, ցածում խաչքարը պատած մամուրով, առուն կարող է ժայռի պռունկին, ջրվեժի ուժով ահեղ շառաչել, աշնան գույները չվող կռունկին, գառնան բույրերով գերել, ետ կանչել, բայց գուշ եղիր, և մի քիչ կամած, ճամփատ մի շեղիր, մութ անդունդներ ու վեհեր կան քո դեմ, լեռների մարդիկ որքան սրտաբաց, որքան հոգով մեծ, նույնքան էլ բարդ են։ Այս Ղարաբաղն է, բլրի կատարի մի հրաշք արձան, իմ պապն ու տատը, քո պապն ու տատը, և մի մոլագար ստահակ մինենք, ատրճանակի սև փողի նման ցցեց իր մատը, մեր հրաշքի դեմ ոռնաց կատաղի, իսկ ինչ է գտել դուք այս քարակերտ քարակույտի մեջ, և նա հասկացավ, որ մենք անմահ ենք, իմ պապն ու տատով, քո պապ ու տատով, մեր պապ ու տատով, մեր նախնիների պայծառ հավատով, գոյատևելը թե որ արատ է, փույթ չէ, թող որ տանջվենք մենք այդ արատով,
Այս Ղարաբաղն է, մեր սուրբ օջախը, ծուխը ծխանի, որ բարձրացել է եղեգան փողից, տագնապի կոչը ձենով օհանի, որ Սասնա Դավթին դուրս բերեց հորից։ Այս հողի վրա դու զգուշ քայլիր, մաքրիր ոտքերդ, դիմակդ հանիր եւ հիշիր մեկ-մեկ պսակազերծված առաքյալներին, լեռները լուռ են, բայց ոչ խուլուկույր, տեսնում են, զգում, քարը խոսում է, քարը ասում է, հին հրաբուխիր խառնարանում դեռ հուրը չի պաղել, այս Ղարաբաղն է։ Վազգեն Հովյանը ապրում էր համեստ, նրան չէր հետաքրքրում ոչ կենցաղային շքեղությունը, ոչ փառքը, ոչ էլ մտերմիկ հարաբերությունները Վերնախավի հետ, նա խուսափում էր նման հանդիպումներից ու գնահատականներից։ Նա իր գործն էր անում բծախնդրորեն, օր ու գիշեր, առանց հանգստի, աշխատելով առանց դադարի։ Մարզային ռադիոյում այն գործը, որ մյուսներն անում էին մի քանի օրում, նույնիսկ մեկ շաբթում, նա անում էր ընդամենը 1-2 ժամում։ Անհավատալի է, բայց այդպիսին էր Վազգեն Հովյան գրողն ու լրագրողը, մտավորականը, պարզապես այս երկրի ամենահամեստ բնակիչներից մեկը։ Ես նրան այդպես տեսա, այդպես ճանաչեցի, ինչ ասեմ, այդպես էլ ճանապարհեցի։ Մենք այն օրերին կարծես ի վիճակի չէինք ընկալել խոստովանել, որ այդպես լուր հրաժեշտ ենք տալիս մի մարդու, ով այնքան շատ գործ ուներ անելու աշխարհում, ով դեռ այնքան ծարավ էր բանաստեղծության, սիրո, հոգատարության։ Աշկերտներից օգնել եմ արդեն ու ձանձրացել եմ ճարերից դատարկ։ Ճար է հաղորդում ռադիոն երկի տեղ, բայց ի փոխարեն աղմուկ, աղաղակ։ Կուրկը տապավել, բայց մի ուրիշ կուրկ կանգնել է հանում պատվանդանին, ժողովրդների ոհմակն հարկու կրկնում է նորից պատմությունը հին։ Ինչ դիֆերանտներ եւ ինչ ցծություն, թերթերում ծափեր, եթերում ծափեր, ամիջ ծափեր այս մեզ ուր են տանում։ Այդուն եք ուզում ծափերով խփել։ Աշկերտներից օգնել եմ արդեն ու ձանձրացել եմ ճարերից դատարկ։ Եզուս հատեսեք շողորթեմ, կտրեցեմ ձեռքս, որ էլ ծափ չտամ։ Գտնվել են գրասեր մարդիկ, Վազգեն Հովյանի գրական ժառանգությունը գնահատող մարդիկ եւ տպագրել են գրողի շատ անտիպ գործեր, եւ արձակ, եւ պոեզիա։ Այսինքն կա հնարավորություն իմանալ ինչպես է կյանքի վերջին տարիներին ապրել այդ անհանգիստ արվեստագետը, ինչ է մտածել երկրի մասին, վերջապես ինչ է գրել։ Կա հին մարակը եւ խոտի դեզը, կալատեղն էլ կա, բայց չկա եզը։ Եզը ինչ աներ, անցել էր դարը, դե եզը էլի գլուխը քարը, տրակտորի տված բարիքը ծով է, ատոմի դարում ես պահողնով է, արորի բախտը բերեց այս անգամ, եկան քաղաքից տարան թանգարան, էքսպանատ է արորա ասին, պիտի իմանա աշխարհն այդ մասին, բա եզն հարցրին, ինչ անի հանգործ, եզան համար էլ կա սպանդանոց, եզը խեղճ եզ էր, դե ում բողոք էր, վճիրը ամբեք ու անողոք էր, տարան մորթելու ու չհարաչեց, տարան քերթելու ու չհարաչեց, ականջում արտի շրշուն շորորն է, հոգում մաչկալի հորովելն է, հերվում մարակն էր ու խոտի դեզը, և ոչ ոք չասաց, ափսոս է եզը։ Վազգեն Հովյանը հաճախակի էր զրույցի բռնվում Պլուպուղի եւ Խաչանի հետ, կարծես համոզելով, որ չի անցել Մելիք Շահնազարի ժամանակը, որ միշտ էլ եղել են դավաճաններ ու ուրացողներ։ Եվ Վազգեն Հովյանի գրիչը ուղղակի խիզախում էր։ Ամենաազնիվ վկան Մախատ ռադիոծրագիրը, այսօր անգամ դժվար է հավատալ, որ խորհրդային տարիներին, այն էլ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում, այն էլ Գևորգովի իշխանության տարիներին կարելի էր խոսել այդքան ազատ ու անվերապահ։ Ռադիոծրագրի ամեն մի թողարկում կարելի էր համարել փառահեղ մի ճակատամարտ, եւ մենք սովորում էինք ապրել։ Թե մայր հողնես, ես քո մաթեթ տնուբունն եմ, կածաներիդ ու ճամփեքիդ բազված ապրեմ չապրեմի տոկունությունն եմ, քո քաված մեղքն եմ քո մեղան, խաչված Հիսուսը աշխարհի ցույց, ես վախում փակված քո խեղճաբեղան, որ առաջում էր անույս սիրուց, հնձաններիդ մեջ քո կտացող լուր, ես քո խաղաղի քաղցրությունն եմ,
Ես քո աղեղը, քո վահանը կուր, և քո ժարերի կարծրություն եմ, ամարվա տապին և զպյուր դարած, քո մորով ու չի սարերի ձույն եմ, հարսների աշքին արցունքով վարված, ես քո թախիզն ու տրտմությունն եմ, վաղվա գեղեցիկ հավատով ապրող, սրտի չխաբրող ծախունքիդ գույն եմ, արհի փոքրի շովից չխապող, ես քո բողբոջի զսպատությունն եմ, ես սիրազներն եմ քո հազարաձև, ես քո իմաստուն համբերությունն եմ, մելի խան ու բերքը գանուկասնեն, ես սրբազանող քո զորությունն եմ, ես ապացուցված քո վեհությունը, և քո ոգին ու երկը քաղցրաբար, դու իմ հայրին ու ջախնուտունը, շիչս Ղարաբաղ, շիղճս Ղարաբաղ։ Վազգեն Հովյանը ընդամենը 55 տարի ապրեց երկրային կյանքում։ Եվ զարմանալին այն է, որ այսօր ես նրան ավելի լավ եմ տեսնում, ավելի լավ եմ ճանաչում, ավելի հաճախակի եմ զրուցում հետը, թեպետ ես 44 տարեկան եմ, նա 72, ես կյանքը նոր ընկալող, նա հազար ու մի փորձության ենթարկված, ես միամիտ, նա իմաստուն։ Երևի այդպես էլ շարունակենք ապրել, ես այդպես միամիտ, նա այնքան իմաստուն։